Բարև ձեզ, մեդիա կենտրոնը ուղիղ հեռարձակմամբ սկսում է աշխատանքը եւ այսօրվա մեր քննարկման թեման է կանայք նախընտրական Հայաստանում կա սեռով պայմանավորված խտրականություն։ Ներկայացնեմ մեր բանախոսներին իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյան եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական եւ կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյան, նախ շնորհակալություն մեր հրավերին արձագանքելու համար։ Քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությունը կարգավորում է ընտրական օրենսգիրքը։ Ընտրական ցուցակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չի կարող լինել պակաս, քան 30%-ը։ Ընդ որում հետաքրքիր է խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնող մի ուժի առաջին համար վերջերս դժկամություն էր հայտնում, որ շատ բարդ է յուրաքանչյուր երրորդ տեղի համար կին թեկնածու գտնելը։ Տիկին Հովհաննիսյան, առաջին հարցս ձեզ ուղղեմ, հետևում եք նախընտրական գործընթացին եւ ձեր դիտարկումը կանանց մասնակցության մասին, համեցեք։ Շնորհակալություն նախ հրավերի համար, թեման կարևոր է, որովհետև ամեն ընտրությունից առաջ սկսվում է այդ խոսակցությունը, թե ինչպես բավարարել ընտրացուցակների ներգրավվածությունը կանանցով եւ ինչպես նաեւ իրականացնել այն պահանջը, որը օրենքով ամրագրված է։ Եվ ես ուզում եմ ասել, որ կուսակցությունները դա չպիտի հիշեն հենց ընտրությունների նախօրեին, չէ՞ որ կուսակցաշինությունը հենց այն process-ն է, որը հիմնականում պետք է բերի հանգեցնի հասարակության ամբողջական ներգրավվածության եւ այն հասարակության, որտեղ 53%-ից ավելին կանայք են։ Միևնույն ժամանակ մենք շատ լավ գիտենք, որ կանայք Հայաստանում բավական կրթված են, բավական պոտենցիալ ունեն եւ այդ պոտենցիալը որպես այդպեսին որևէ ոլորտում չի օգտագործվում, սկսած կուսակցություններում նրանց ներգրավվածության եւ հատկապես ղեկավար դիրքերում, խորհուրդներում կամ ղեկավար մարմիններում հայտնվելուց վերջացրած նաև գործարար աշխարհում, աշխատաշուկայում կանանց ներգրավվածությունը, այսինքն կուսակցությունները շատ ավելի վաղ պետք է մտածեն դրա մասին, ոչ թե դժգոհեն վերջին պահին, եւ երկրորդը հետեւելով ընտրացուցակների ամբողջ բանին, շարվածությանը, այսպես ասած, բոլոր ընտրացուցակների գրեթե առաջին անցողիկ տեղերում միայն երրորդն է կին։ Այսինքն որևէ ընտրացուցակում չկա այդ իրավիճակը, որ օրենքի պահանջով, ասենք երկուքին մեկ տղամարդ լինի, որտեղ օրենքը չի ասում հենց ամեն երրորդը կին լինի, ասում է, որ 30%-ից 70-30 հարաբերակցությամբ որևէ սեռի ներկայացուցիչ։ Մենք չունենք այդ հարաբերակցությունը որևէ ընտրացուցակում եւ նույնիսկ կուսակցությունների մասին օրենքը, որը խորախուսում է, որպեսզի կանանց մասնակցությունը լինի բավարար, խորախուսում է այն կուսակցությունների նույնիսկ խոստանում է որոշակի դրամական դոտացիաներ բյուջեից, որոնք կանանց ներգրավվածությունը կփորձեն ավելացնել, ղեկավար կազմում կփորձեն խրախուսել, միևնույն է դա նույնիսկ չի խթանում կուսակցությունների գործունեության եւ պատկերացումների փոփոխություն։ Ասացիք վերջին պահին չպետք է կուսակցությունները մտածեն կանանց ներգրավվածության մասին, սակայն ունենք խնդիր, որ հենց կուսակցությունները վերջին պահին նախընտրական շրջանում են ձևավորվում, հետևաբար։ Տիկին Վարագյան, կանանց մասնակցությունը վերջին նախընտրական գործընթացներում այս կանանց մասնակցությունը մի բան արձանագրել է սեռով պայմանավորված խտրականության կոնկրետ դեպքեր։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կոնկրետ դեպքերի մասով ՄԻՊ-ը խտրականության կոնկրետ դեպքեր չի արձանագրել, այսինքն դիմումներ այս թեմայի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել, իսկ ինչ վերաբերվում է առհասարակ կանանց թիրախավորմանը նախընտրական կլինի, թե առհասարակ դեպքերը ըստ էության արդիական են բոլոր տեսակի թեմաների շրջանակներում եւ ուղղակի այստեղ մի փոքր արձանագրում եմ ուզում անել, որ Մարդու իրավունքների պաշտպանը ընտրական գործընթացներում չի համարվում մոնիտորինգ իրականացնող մարմին, ինքը այնքանով է ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին չի եւ այնքանով է իր գործառույթը այստեղ, որքանով դա ընտրական իրավունքի պաշտպանության շրջանակներում կլինի, հա, այսինքն ընտրելու իրավունքի իրացման շրջանակներում, եթե կլինի որևէ խնդրահարույց դեպք, կլինի որևէ դիմում կամ բողոք, այս շրջանակներում արդեն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը եւ պաշտպանը կարձականք են։ Հասկանալի է, բայց ընդհանուր պատկերը կարծում եմ տեսանելի է անգամ չարձագանքելու
մանդատ չունենալու դեպքում ձեր դիտարկումը հետևում եք վստահ եմ նախընտրական այս գործընթացներին։ Այո, բնականաբար հետևում ենք եւ այս պայդրությամբ կոնկրետ դեպք խտրականության հետ կապված չունենք։ Տիկին Հովհաննիսյան, կարծում եմ ձեր այսպես աչքա քաղաքասարակության աչքա ավելի սուր է եւ ակնհայտ են դեպքերը, վերջերս ունեցանք կերակրող մոր կալանավորման դեպք, երբ հանրային մեծ քննարկում ծավալվեց, մի կողմը գտնում էր, որ կերակրելու փաստը ինքնին արդեն պատժից խուսափելու հիմք է, մյուս կողմը պատժող կողմը գտնում էր, որ ընդ որում բավական ոչ կոռեկտ ձևակերպմամբ հենց կին պատգամավորի կողմից, որ դա որևէ հիմք չէ կնոջ ձերբակալության կալանավորման առումով։ Հետաքրքիր է կոնկրետ այս դեպքը որպես հիմք ունենալով եւ նաեւ ձեր դիտարկումը կանանց թիրախավորման առումով։ Մի փոքր ավելի լայն կոնտեքստից սկսենք, թե ինչպիսին է ընդհանրապես խոսույթը այս ընտրարշավի ընթացքում, դեռևս պաշտոնապես չի մեկնարկել, բայց մենք բոլորս տեսնում ենք, որ այն այսպիսի բավական բուրըն հունի մեջ է, խոսույթը բավական ցածր է, որևէ կերպ չի կապվում կուսակցությունների քաղաքական գործունեության, միգուցե նաև նրանց ընտրական ծրագրերի հետ, նրանք ծրագրերի ներկայացում չեն իրականացնում, այլ իրականացնում են փոխադարձ վիրավորանքներով, փոխադարձ խոցելիությամբ, փոխադարձ ատելության խոսքի տարածմամբ, որը մեղմ ասած այս փուլում ավելի հասարակությանը մտցնում է չընտրական փուլ։ Ընտրությունը դա այն գործընթացն է, երբ դու ունես առաջարկներ, տարբեր առաջարկներ, ինչպիսին ենք տեսնում մենք մեր ապագա 5 տարին մոտավորապես, որ ժամանակահատվածում պիտի գործի խորհրդարանը, եւ ինչպիսին ենք մենք տեսնում մեր ապագա կառավարությունը, իսկ մենք դրա փոխարեն լսում ենք փոխադարձ վիրավորանքների եւ ատելությունների հեղեղ։ Այդ խոսույթի շրջանակներում իհարկե հնչում են նաև կանանց վերաբերող տարբեր տիպի միգուցե վիրավորական արտահայտություններ, միգուցե խտրականացնող, նվաստացնող խոսք, դա դեռևս կարելի է հիշատակել անցյալ տարի ոդքասթի ժամանակ հնչեցված այն արտահայտությունը, երբ մեր ընտրվելուց հետո երկրում անբավարարված կին չի լինի, այսպիսի արտահայտություններ դա Սամվել Կարապետյանի որդու շուրթերից հնչեց, որը հասարակության մեջ ալեկոծում առաջացրեց, որտեղ այդ ժամանակահատվածում արդեն իսկ ձևավորվում, խմորվում էր այդ կուսակցությունը եւ այդ խոսույթը արդեն իսկ ազդակ էր, որ մենք ունենալու ենք բավական ցածր որակի ընտրություններ։ Հետո գնաց գործընթացը ավելի թեժացավ, երբ վարչապետը դուրս եկավ այսպես ասած քայլարշավի տարբեր համայնքներում եւ Երևանի մետրոպոլիտենում օրինակ կնոջ վրա ձայնը բարձրացրեց եւ տգեղ կերպով փորձեց խոսել նրա հետ, ընդ որում այն կնոջ հետ, որը տեղահանված էր, նրա երեխան իր կողքին էր, այսինքն սա բոլորը կրկնակի խոցելիության հանգամանքներ են, որոնք մենք չենք կարող անտեսել եւ նաեւ վարչապետի խոսքը որպես նաեւ հանրային անձ ինքը ազդեցություն ունի մարդկանց վարքաբանական վերարտադրության տեսանկյունից, որովհետև դա օրինակ է, ինչպես կարելի է վարվել կնոջ հետ, ինչպես կարելի է խոսել եւ դա կարծես թե թույլատրելի նորմալիզացվում է այդպիսի վարքը։ Եվ երրորդը իհարկե այդ ձեր նշած հանգամանքներ, երբ կնոջը ազատությունից զրկելու ժամկետը ուղիղ կապվում էր նաև նրա կերակրող մայր լինելու հանգամանքով եւ այո որևէ փաստ, որևէ հանգամանք չի կարող մարդուն պատասխանատվությունից ազատել, բայց պետության գործառույթն է պաշտպանել մայրությունը եւ մանկությունը։ Եւ այս տեսանկյունից այդպիսի խոսույթ մայրության վերաբերյալ, երբ ֆրագմենտավորվում է կնոջ մարմինը, նախ կերակրող մայրը դա հասկացություն է, որը ամբողջովին ներհյուսված է ներպետական օրենսդրությունում որպես պաշտպանված հիմք։ Սկսած սահմանադրությունից մինչև տարբեր օրենքներում սփռված է աշխատանքային օրենսգրքում, ինչպես պիտի վարվի գործատուն, քրեական օրենսգրքում, երբ որոշ դեպքերում նաև պատիժը կարող է
հետաձգվել, այո, չկիրառվել այդ պահին հաշվի առնելով հղիությունը եւ նաեւ կերակրող մայր լինելու հանգամանքը եւ այդ ամբողջ պատկերացումը, այդ պաշտպանված մայրության կոնցեպտը փոխարինել կրծքի զբաղվածություն գռեհիկ արտահայտությամբ եւ կնոջ շուրթերով դա բավական ծանր ազդեցություն թողեց հասարակության վրա եւ այստեղ արդեն պարզ դարձավ, որ մենք չենք գործում ոչ իրավական, ոչ սոցիալական պետության պաշտպանված հիմքերի արժեհամակարգից, այլ գործում ենք խմբային շահերով։ Ինչպես կզինվենք եւ ինչպես կկրակենք դիմացինի նկատմամբ, դա անկախ նրանից ինչպիսի հասկացություն կլինի, կին կլինի, տղամարդ կլինի եւ ով ասես կարող է ընկնել այդ զենքի, այսպես ասած, կրակոցի ներքո։ Տիկին Վարագյան, գործող օրենսդրությունը կանանց հավասար մասնակցություն ապահովում է եւ ինչ է կարծում 99 թվականից սկսվեց այդ գործընթացը քվոտաների մասով, որը 2005-ից այդպես ավելի ինստիտուցիոնալ որակ ստացավ, այդ անցումը մինչև մեր օրեր կանանց ներգրավվածությունը օրենքով ապահովելու մասին կխնդրեի խոսեիք։ Նշեմ, որ վերջին տարիներին օրենսդրությունը բավականաչափ շատ փոփոխությունների է ենթարկվել եւ կարող ենք ասել, որ քվոտաների հատվածը բավականաչափ խթան է հանդիսացել փոփոխությունների արդյունքում, որպիսի կանանց հավասար ներգրավվածությունը գոնե օրենսդրական մակարդակում հնարավոր լինի ապահովել։ Բայց ես կուզեմ ասել, որ այս խնդիրը ոչ միայն իրավական գործընթաց է եւ իրավական միայն օրենսդրությամբ լուծելու խնդիր է։ Սա նաև սոցիալական խնդիր է, այսինքն որքան էլ որ օրենսդրությունը լավ փոփոխություններ իրականացնի, բարեփոխումներ իրականացնի եւ փորձի խթանել հավասարությունը, եթե հասարակությունում լինի այդ կարծրատիպային մոտեցումը, հա, որը որ շատ լսվում է, ինչպես եւ Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ շատ են ատելության խոսքի, հա, շրջանակ, այսինքն ատելության խոսքը խոսույթը Հայաստանի Հանրապետությունում այս պահին ահռելի ծավալների է հասնում եւ այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը անդադար եւ անընդհատ խոսում է եւ անընդհատ բարձրաձայնում է եւ կոչ է անում, որպիսի այս խոսույթը հնարավորինս հա բացառենք, որովհետեւ ըստ էության նաեւ մոտենում է ընտրությունները, չնայած այն հանգամանքին, որ Մարդու իրավունքների պաշտպանը ապաքաղաքական բնույթը օգտագործելով, քանի որ ինքը անկախ մարմին է, սահմանադրական մարմին է եւ որևէ տեսակի քաղաքական ուժի այս պահին կոնկրետ ասել, թիրախավորել ապաքաղաքական բնույթից ելնելով գործունեության չի իրականացվում, բայց Մարդու իրավունքների պաշտպանը անդադար է սրա մասին խոսում եւ հայտարարություններով եւ սրա մասին այս խնդրի մասին բարձրաձայնվել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում, որը որ ներկայացվում է Այսինքն այս խնդիրը ըստ էության շարունակաբար է եւ սա միայն իրավական տեսանկյունից եւ օրենսդրական մակարդակում բարձրացնելու եւ լուծելու խնդիր չի։ Այս խնդիրը սոցիալական խնդիր է, որը անհրաժեշտ է լուծել կարծրատիպային մտածելակերպը վերացնելու եւ իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու միջոցով։ Օրինակ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, պաշտպանը հետեւաբար եւ հաստատությունը այս մասով իրազեկման բազմաթիվ շատ ծրագրեր է իրականացնում, այդ թվում նաեւ կրթական ծրագրեր։ Պետք է նշեմ, որ 2025 թվականին եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ ազգային ժողովի պատգամավորների համար անցկացվել է ատելության խոսքի թեմայով վերապատրաստման դասընթացներ, այսինքն սրանք շարունակական բնույթ են կրում, որպիսի կարողանանք մարդու իրավունքների խթանման ոլորտում որոշակիորեն այս իրավագիտակցության մակարդակը եւ այս կարծրատիպային մտածելակերպը վերացնել։ Սա բարդ եւ երկարատև գործընթաց է, որը որ չենք կարող ասել, որ ինքը այս պահին դեռևս այսպես միանգամից կվերանա, չէ։ Սա շատ այսպես ոնց տեսնում ենք, ամեն դեպքում ոնց պրակտիկան է ցույց տալիս, ինքը շատ դանդաղ առաջ գնացող ընթացակարգ է։ Շնորհակալություն, Տիկին Հովհաննիսյան, այն կուսակցությունների ծրագրերը, որոնք հրապարակված են, կարծում եմ ծանոթ եք եւ հետաքրքիր է ինչ եք տեսել կանանց իրավունքների պաշտպանության, իրավահավասարության առումով այդ ծրագրերում։ Հիմնականում կանանց խնդիրը շրջանցվում է
մեկ ծրագրում եմ տեսել կանանց տնտեսական հզորացման հետ կապված նորմ եւ կետ, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, որը նաեւ այս պահին որպես կառավարություն իրականացնում է այդպիսի ծրագիր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներքո, այսինքն կառավարության ծրագրի, այսպես ասած, տրամաբանական շարունակությունն է եւ կա կետ, որը վերաբերում է նախադպրոցական հաստատությունների վերանորոգմանը, բացմանը եւ ավելի մատչելի դարձնելու, որը եւս օժանդակող այսպիսի գործառույթ ունեցող նախակրթարաններ են, որոնք կարող են կանանց ազատել առնվազն տանը մնալու, երեխային խնամելու գործառույթից եւ աշխատաշուկա բերել նրան։ Այս կոնկրետ կանանց իրավունքներին վերաբերող, որպեսզի կանանց կյանքը որակապես փոփոխվի եւ կանանց հետ կապված որևէ գործընթաց իրականացվի նաև նրանց կրթությունը, որը արկա է որպես կապիտալ հասարակության օգտագործվի, այդպիսի մոտեցում դեռևս չկա որևէ կուսակցության նախընտրական ծրագրում։ Ինչ կուզեիք տեսնել, ինչ կուզեիք, որ լիներ այդ նախընտրական ծրագրերում։ Ես շատ կցանկանայի, որպեսզի շեշտադրվեր, որ կանայք շատ կարևոր գործառույթ են իրականացնում մեր հասարակության մեջ, հատկապես այս հետտրավմատիկ հասարակության մեջ, երբ տղամարդիկ ռազմաճակատում իրենց կյանքը զոհեցին, երբ շատերը հաշմանդամություն ձեռք բերեցին, կանայք այն պոտենցիալն են, որը ոչ միայն պետք է հասարակության շարժիչը լինեն, այլև պետք է նրանց մուտքը տարբեր ոլորտներ խրախուսվի եւ նրանց համար հատուկ ծրագրեր իրականացվեն, եթե նրանք բաց են թողել օրինակ իրենց մասնագիտական վերապատրաստման հնարավորությունները, երկարատև երեխա խնամելուց, այդ ծրագրերը շատ արդյունավետ կլինեին եւ կարեւոր եւ ապագայում ընտրողներ որպես կանայք կտեսնեին, որ իրենք եւ գնահատված են եւ իրենց պոտենցիալն է ներառվում հնարավոր փոփոխությունների երկրում եւ հնարավոր զարգացման համար։ Այս տեսանկյունից դիտարկված չէ տնտեսական հզորացումը իհարկե մեկ բաղադրիչներից մեկն է, բայց ոչ ամբողջական այդ պոտենցիալի հնարավոր վերհանումը եւ նաեւ գնահատվածությունը, որ կանայք կան, կանայք նաեւ մեծ ներդրում են ունեցել երկրում այսօրվա արկա փոփոխությունների մեջ, նրանք քաղաքասարակության մեծ հատվածն էին, որոնք դուրս եկան փողոցներ եւ պահանջեցին փոփոխություն, նրանք նաեւ հետ պատերազմյան շրջանում տարբեր տիպի խնամք եւ ներգրավվածություն ներկայացնող անձինք էին եւ ուստի պետք է լինեն եւ ներառված եւ գնահատված։ Շնորհակալություն Տիկին Վարագյան, երբ խոսում եք կանանց ներգրավվածության մասին, որը օրենքն է ըստ էության պարտադրում, նկատեցիք, որ դա առավելապես սոցիալական խնդիր է եւ հասարակության պատկերը կարծես այդ ցուցակներում երևում է, կարող են այսօր հակադարձել, որ ահա տեսնում եք ուժային կառույցները կանայք են ղեկավարում, անգամ արտաքին հետախուզությունը կին ղեկավարում, այն դեպքում, երբ ես հիշում եմ, կարծում Զարուհին էլ ԿՎԿ-ի նախկինում տասնամյակներ առաջ կուսակցությունները երբ պորտֆելներ էին բաժանում, մշակույթի նախարարի պորտֆելը պարտադիր կնոջն էր հասնում, որպես այդպես թեթև պորտֆել, որը կինը կարող այսպես գլուխ հանել այդ ոլորտից, այսօր կարող են նման կերպ հակադարձել, հետաքրքիր ձեր տեսակետը։ Պետք է նշեմ, որ ես ինչպես եւ արդեն նշեցի, միայն սա օրենսդրորեն կարգավորել դա հնարավոր չէ։ Այսինքն պետք է հիմա եթե մենք որևէ վիճակագրություն ենք ուսումնասիրում, օրինակ նույն պաշտոնների բաշխվածության առումով, պետական ծառայության պաշտոններում կամ զինծառայության ոլորտում միևնույն է բարձր պաշտոնները, որոնք որ որոշումներ կայացնողի դերում ըստ էության դեռևս վիճակագրությունը ցույց է տալիս, որ ըստ էության միևնույնն է տղամարդիկ են ավելի շատ, այսինքն կանանց ներգրավվածությունը ավելի շատ միջին պաշտոններում է։ Սա բնականաբար խնդիր է եւ այս խնդրի մասին մենք անդադար ենք բարձրաձայնում։ Որքանով սա հնարավորություն կտա օրինակ նույն ընտրական օրենսդրության բարեփոխումները հետագայում, որքանով հնարավորություն կտան այդ վիճակագրության
պատկերը փոխելու համար, դա կերևա արդեն հետագայում, երբ որ ընտրությունները կավարտվեն եւ ընտրական ցուցակների արդյունքում կձևավորվի ազգային ժողովը, խորհրդարանը կամ հետագայում արդեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կձևավորվի ավականին։ Այս պահին դեռևս բնականաբար այդ փոփոխությունները օրենսդրական բարեփոխումների շրջանակներում տեսանելի չեն եւ չեն կարող լինել։ Հետագայում արդեն նոր դա իր արդյունքը ենթադրում եմ, որ պետք է որ ցույց տա։ Իսկ ինչ վերաբերվում է խթանմանը այս ոլորտում կանանց իրավունքների մասնակցության, օրենսդրական տեսանկյունից նայում ենք ոնց որ թե դա փորձել են ապահովել։ Մնում է արդեն հասկանալ հետագայում ինչպես կլինի դա։ Շնորհակալություն Տիկին Հովհաննեսյան, ինչն է ձեր կարծիքով կաշկանդում կանանց զբաղվել ավելի ակտիվ քաղաքական գործունեությամբ, տնտեսական գործունեությամբ եւ արդյոք այդ կարծրատիպը պայմանավորված այդպես ավելի այդպես ավանդույթային արժեք կարծես ունի այդ հայտնի ասույթը հիշում են կնոջ մազը երկար խելքը կարճ եւ այլն, այսինքն կնոջը շարունակում են ընկալել նույնպես ինչպես նախկինում, թե ամեն դեպքում ինչ-որ բան փոխվել է։ Իհարկե որոշակի փոփոխություն կարելի է նկատել հասարակության գիտակցության մեջ, սակայն կարելի է նաև տեսնել մեծ ճեղքված քաղաքային բնակչության եւ մարզային բնակչության միջև։ Ընդամենը 1 տարի առաջ կարծես թե ես մի հետազոտություն էի իրականացնում, որը քաղաքականության վերաբերյալ էր, թե ինչն է խանգարում կանանց եւ ինչն է խոչընդոտում կանանց ավականիում եւ ընդհանրապես քաղաքականության մեջ տեղական ինքնակառավարման մարմիններում ներգրավել եւ շատ հետաքրքիր բաներ վերհանվեցին, երբ մենք Երևանում միգուցե դա չտեսնենք, չլսենք, կանայք հստակորեն նշում էին, որ օրինակ, երբ ընտրացուցակները ձևավորվում են, փորձ է արվում կառավարելի կանանց ներգրավել ընտրացուցակ, հետո նրանցից հեշտ ազատվելու համար։ Եվ կան ավականիներ, որտեղ նույնիսկ մեկ կին ավականի չկա, որովհետև մասսայաբար ամբողջ ցուցակից հրաժարվել են կանայք։ Եվ այդպես դարձել է տղամարդկանց կառավարման մի փոքրիկ կույտ։ Հետո երկրորդ խնդիրը, որը նրանք մատնանշում էին, դա այն էր, որ մշտապես իրենց լուրջ չեն վերաբերվում եւ փորձում են հարցերը լուծել, երբ խնդրահարույց իրավիճակ է առաջանում, այն տղամարդու հետ, որը այդ կնոջ պատասխանատուն է։ Եթե կինը ամուսնացած չէ, ուրեմն հայրը կամ եղբայրը, եթե կինը ամուսնացած է, ուրեմն ամուսինը։ Այսինքն փնտրում են տեր, որը նրան կարող է կառավարել եւ անմիջապես դա լուծվում է որևէ զանգով, որևէ այսպիսի տղայական խոսակցությամբ եւ տանը այդ հարցը փորձում է տղամարդը մեղմել եւ կնոջը կարծես թե իր դիրքերից հետ քաշել, երբ կինը օրինակ ունի որևէ անհամաձայնություն քաղաքական այդ խմբի կամ իր ներկուսակցական տղամարդկանց հետ։ Եվ երրորդը նաև կանանց ճնշումներն են տարբեր տիպի ներքին խմբերում, որը փորձում են իրենց անձնական կյանքի մեջ ներհյուսել, դա ճիշտ կլինի, թե սուտ կլինի, դա հարցի մյուս կողմն է, բայց կնոջը վարկաբեկելը շատ հեշտ է եւ յուրաքանչյուր համայնք իր ներքին խմբում փորձ է անում կառավարելի դարձնելու համար կնոջը նրա վարքի հետ կապված որոշակի խնդիրներ գտնել։ Դա ճիշտ է թե սխալ է, ոչ ոք չի կարող պարզել։ Որևէ մեկի գործը չէ, սկսենք։ Այո, բայց կանայք մի ամբողջ կյանք ներդնում են, որպեսզի կարողանան արդարացնել իրենց եւ հիմնականում այդ ասեկոսեները լինում են հենց այդ մակարդակի, որևէ ապացույց չի լինում, բայց կնոջը լրացնելու զենք է լինում նրա անձնական կյանքի թիրախավորումը եւ նրա արտաքին տեսքի ծաղրումը։ Եվ դա համատարած է։ Դուք կարող եք նաեւ մեդիան ուսումնասիրել, հաջորդ հետազոտությունը մեդիայի հետազոտությունն էր, եւ այնտեղ կարող եք հստակորեն տեսնել, թե որոշում կայացնող կանանց արտաքին տեսքը եւ անձնական կյանքը որքան է թիրախավորվում հենց հանրային մեդիայում եւ նույնիսկ սոցիալական մեդիայում եւ դա էկվիվալենտ չունի տղամարդկանց հետ, նույնիսկ տղամարդկանց պարագայում մենք կարող ենք տեսնել, որ նրանց անձնական կյանքի տարբեր դրվագներ որպես հերոսություն են, հերոսապատում են ներկայացվում, իսկ դա անմիջապես ստվեր է նետում կնոջ անձնական կյանքին։ Կարող եմ օրինակ բերել հենց կարծես թե 1 տարի առաջ կին դիվանագետի հետ կապված այդ սկանդալային հայտարարությունները, որոնք եղան մամուլում,
բայց ի վերջո այսօր մենք տեսնում ենք նաև դատավճիռը, որը առաջին ատյանում կա, որը ամենևին աղերս չունի ոչ պետական դավաճանության, ոչ անձնական կյանքի այդպիսի վարկաբեկելի դրվագների հետ։ Այսինքն կնոջը շատ հեշտ է թիրախավորել, վարկաբեկել, նրան ամբողջովին ցեխի մեջ մտցնել, նրա անձնական կյանքը, արտաքին տեսքը թիրախավորելով, եւ դա զսպիչ օղակ է նաև քաղաքականության մեջ մասնակցության, որտեղ պատկերացրեք, եթե նրանք տեսնում են հենց այդպիսի դրվագներ, այդպիսի խոսույթ կանանց նկատմամբ, ինչպիսի ապրումներ են նրանք ունենում, արդյոք 15 անգամ կշռադատում են, արժե մտնել այդպիսի դաշտ, թե չարժե մտնել այդպիսի դաշտ։ Շնորհակալություն, հենց այս թեմայով էր Տիկին Վարագյանին ուղղվելիք հաջորդ հարցս, Հայաստանում ինչպիսի դրսևորումներ է ունենում կանանց թիրախավորումը, հենց Տիկին Հովհաննիսյանի նշած համացանց, մեդիա, քաղաքական խոսույթ, այդ մասով գուցե բողոքներ չեք ստացել, բայց մոնիտորինգել թերևս գուցե չեք արել, բայց ամեն դեպքում որպես քաղաքացի կամ մի աշխատակից հետևում եք իրավիճակին այդ առումով։ Այս թեմայով այո, պետք է նշեմ, որ մարդու իրավունքների պաշտպանը այս վերջերում բավականաչափ շատ հաճախ հայտարարություններով է հանդես գալիս, այդ թվում Տիկին Հովհաննիսյանը նշեց իր նշած դեպքերից մի երկուսով առնվազն հայտարարություններով հանդես է եկել Տիկին Մանասյանը, նշելով այդ ատելության խոսքի եւ թիրախավորման դեպքերի մասով, չգիտեմ, նույն կանանց, երբ որ թիրախավորվում է արտաքին տեսքի հետ կապված, երբ որ թիրախավորվում է օրինակ, երբ որ կինը օրինակ քաղաքականությունը ենթադրենք իր գործը չի, հա, այսպիսի թիրախավորումով դեպքեր են լինում։ Այսինքն բոլոր նմանատիպ դեպքերում մարդու իրավունքների պաշտպանը իր մանդատի շրջանակներում հանդես է գալիս հրապարակային կոչով եւ հրապարակային հայտարարություններով, երբ որ դուք նայեք մեր կայքը եւ պաշտոնական եւ Facebook-յան էջը, մենք անդադ Տիկին Մանասյանը այդ մասով հայտարարություններ է տարածում։ Բնականաբար մենք հետևում ենք եւ հետևելու արդյունքը լինում է կամ հրապարակային կոչը, հայտարարությունը, իսկ եթե արդեն հրապարակային կոչերը հանգեցնում են շատ ավելի լուրջ քայլերի, որին անհրաժեշտություն է լինում զուտ իրավունքների պաշտպանության տեսանկյունից եւս արձագանքելու, արդեն արձագանքը լինում է այլ ձևաչափով։ Շնորհակալություն Տիկին Հովհաննիսյան, խորհրդային ինչ խնդիրներ կան այս երկակի ստանդարտների հիմքում, թերևս մենք կանայք, երբ վերադառնում ենք որևէ ճամփորդությունից, այնտեղ մեզ դիմում են մադամ, սենյորը նայած որ երկրում, մեզ մոտ էլ շատ հստակ է տատի, մորքուր, հորքուր եւ այլն դիմելաձև անգամ կնոջը, այդպես եւ տարիքային շեմով պայմանավորված կամ գուցե արտաքին տեսքով, ինչ խորհրդային խնդիրներ եք դուք տեսնում մեր հասարակության մեջ։ Իհարկե բարդ է կարծրատիպային հասարակության, որը բավական կարճած է նաև այդ կարծրատիպերից վերանայման որևէ աղերսներ չունի եւ կարծես թե նույնիսկ հպարտ է այդ կարծրատիպերով արագ փոփոխություն ակնկալել, բայց ես կարծում եմ, որ որոշակի փոփոխություններ այնուամենայնիվ արդեն իսկ նշմարվում են եւ կան, եւ դա հիմնականում կարող եմ ասել եւ իմ դիտարկումները այդպիսին են, քաղաքացիական հասարակության ակտիվության արդյունքն է, երբ դեռևս 10 եւ ավելի տարիներ առաջ քաղաքացիական տարբեր խմբեր փորձեցին հանրային տարածքներում բարձրաձայնել տարբեր հարցեր, սկսած այգիների պահպանության հարցը, չգիտեմ, հանրային տարածքները, բնապահպանական հարցերը, մարդու իրավունքների խնդիրները, շատ էին կին ակտիվիստները եւ նրանք ինչ որտեղ փորձեցին քանդել այդ կարծրատիպը, որ հանրային տարածքները կանանց համար չեն, հանրային խոսքը կնոջ համար չի եւ նույնիսկ մեգաֆոնով սկսեցին ելույթներ ունենալ եւ դա որոշակիորեն փոփոխեց հանրության պատկերացումը կանանց ֆունկցիոնալության տեսանկյունից, որտեղ էր կինը տեղավորված եւ պատահական չէ, որ կանանց տալիս էին հենց ասենք մշակույթի, սոցիալական հարցերի կամ ծայրահեղ դեպքում առողջապահության ոլորտը, որ խնամք է, կրթության ոլորտը, որը երեխաներին կրթելու միջոց է, ֆունկցիոնալությունը աստիճանաբար փոխվեց եւ այսօր այո
կին նախարար տեսնելիս իհարկե կան թիրախավորումներ, բայց արդեն հասարակությունը այդպիսի մեծ դիմադրություն չունի, երբ նա ուժային պաշտոն է զբաղեցնում։ Ուրիշ հարց է, որ ես ակնկալում էի եւ ակնկալում եմ դեռևս, որ ուժային պաշտոն զբաղեցնող կինը ունենա բոլորովին այլ մոտեցում հենց իր գերատեսչություններում գտնվող իրավիճակի նկատմամբ, ունենա այլ տիպի խոսույթ եւ չպաշտպանի տղամարդկանց արարքները, որոնք բավական խոցելի են, չպաշտպանի այն խնդիրները, որոնք կան դատաիրավական համակարգում։ Ես ակնկալում եմ, որ կանայք ունենան այլ մոտեցում, որովհետև ի վերջո կանանց փորձառությունը հարյուրամյակներով այլ է եղել։ Կանայք եղել են հիերարխիայում ստորադաս դիրքում, երբ որևէ մեկին ստորադասում են, կինը պիտի արդարացի, ցասում եւ արդարության ձգտում ունենա։ Ես ակնկալում եմ դա։ Այս պահին էլի եմ ասում, այնքան մեծ է խմբային շահը, որ շատ հաճախ կանայք եւս կորցնում են իրենց սերին հատուկ եւ իրենց ներքին փորձառությանը հատուկ արդարության ձգտումը եւ փորձում են արդարացնել այն տղամարդկանց վարքագիծը, որը դարերով շարունակ կա եւ իրենց արտոնյալ են համարում, որ իրենք ավելի լավն են մյուս կանանցից, որ հայտնվել են այդտեղ, ոչ թե մյուս կանանց պայքարի արդյունքն է, որ իրենք հայտնվել են այդտեղ։ Ես ակնկալում էի, որ դա կլինի, այս պահին չկա։ Միգուցե հետո կլինի, մենք համբերատար ենք։ Բայց ինչ վերաբերում է հասարակության մեծ գլոբալ փոփոխություններին, ապա քանի դեռ հասարակությունը այսքան պարակտված է, քանի որ դեռ արժեքները նույնիսկ այսօր ընտանիք արժեքներ չի պաշտպանվում ամենևին։ Մենք չգիտենք վարչապետը ամուսնացած է, բաժանված է մի օր, բաժանված է մի օր, ամուսնացած է մի օր, չգիտեմ ինչ են անում։ Մենք չգիտենք ազգային ժողովի նախագահը ինչ անձնական կյանք ունի։ Այսինքն, այո, անձնական կյանքը մարդու անձնականն է, բայց երբ մենք խոսում ենք հանրային անձանց, դրանք մոդելներ են, որոնք տալիս են հասարակության ազդակներ, թե որն է այն ապրելակերպը, որին ձգտում են, եւ նրանք հաշվետու են հասարակությանը, որտեղ նրանց ընտանիքի բարեկեցությունը դարձյալ հասարակությունից է կախված մեր հարկերից։ Եվ դա պիտի լինի պաշտպանվածինք, մենք այսօր նույնիսկ դա չենք կարողանում տեսնել եւ հասկանալ, եւ ուստի արժեք համակարգային ձևախեղումը բերում է հանգեցնում է նաեւ նրան, որ մենք ունենք կանանց նկատմամբ բավական վատ ընկալումներ, բավական ստորադաս ընկալումներ եւ այդ ընկալումները դեռևս չեն փոխվում։ Շնորհակալություն Տիկին Վարագյան, ամփոփելով զրույցը, ինչ է կարծում, ինչ քայլեր են անհրաժեշտ ավելի ներառական եւ հավասար նախընտրական միջավայր ապահովելու այս փուլում եւ առհասարակ։ Ինչպես եւ ես արդեն նշեցի, այս փուլում եւ առհասարակ անհրաժեշտ է ատելության խոսքի եւ այս խոսույթի բացառման ուղղությամբ ձեռնարկել շատ կարեւոր միջոցառումներ, որը մարդու իրավունքների պաշտպանի հաստատության տեսանկյունից դա զուտ հրապարակային կոչերի եւ բարձրաձայնելու տեսանկյունից եւ արձագանքելու տեսանկյունից է շատ կարեւոր, որը եւ մի հաստատությունը դա իրականացնում է, այդ թվում նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, առհասարակ ինչ վերաբերվում է ընդհանրապես կանանց իրավունքներին եւ կանանց թիրախավորմանը նվազեցնող դեպքերին, օրինակ մենք մարդու իրավունքների պաշտպանը ունի մարդու իրավունքների խթանման ոլորտում որոշակի լիազորություններ եւ այդ լիազորությունները վերաբերում են եւ նախագծերին, որոնք մարդու իրավունքներին են վերաբերում, նախագծերին կարծիք ներկայացնելով եւ որոշակի իրավական ակտեր, որոնք որ ունեն խնդիրներ, խնդրահարույց են, այդ ակտերին մասով տալ առաջարկություններ, որպեսզի դրանք բարելավեն եւ իրազեկման արշավներ իրականացնել եւ կրթական ծրագրեր իրականացնել, ինչը եւ արվում է շատ տարբեր նախագծերի շրջանակներում։ Այդ թվում նաեւ քաղաքասարակության, միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության շրջանակներում սա իրականացնել։ Այսինքն սա համակարգային խնդիր է, որը պահանջում է այսպես համակարգային լուծում։ Հետևաբար այս հարցը պետք է լինի անդադար ուսումնասիրության շրջանակներում եւ սա դինամիկայի մեջ իրականացվող գործընթաց է, հա, եթե ասենք, որ այս մի գործընթացը իրականացրեցինք, ավարտեցինք, վերջ, սա այդպես չէ։ Այսինքն սա այն գործառույթն է, որը որ դինամիկայի մեջ, շարժման մեջ, շարունակական բնույթ կրող գործընթաց է, որը եւ այս պահին ամեն դեպքում մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը իրականացնում է։ Ավելացնեմ նաեւ, որ այս պահին քննարկման նախագծային փուլում է գտնվում
խտրականության կանխարգելման եւ խտրականությունից պաշտպանության մասին օրենքը, եւ այս օրենքը երբ որ կմտնի ուժի մեջ, երբ որ արդեն ինքը այսպես ասենք կընդունվի ու կմտնի ուժի մեջ, մարդու իրավունքների պաշտպանին տրվում է նոր մանդատ եւ լիազորություն որպես խտրականությունից հենց պաշտպանող կառույցի։ Բայց այս պահի դրությամբ գործիքները մարդու իրավունքների պաշտպանի հաստատության խտրականության մասով այնքան այսպես լայնածավալ եւ լիարժեք չեն, որքանով հետագայում եթե օրինակ այդ օրենքը կմտնի ուժի մեջ, այդ ժամանակ կոնկրետ լիազորություններ կլինի, որով եւ կիրականացվի նաեւ մոնիթորինգ այս հատվածում։ Շնորհակալություն Տիկին Հովհաննիսյան, դուք երկար տարիներ հետևում եք կանանց աշխատանքի ներգրավվածությունը խորհրդարանում, կառավարությունում եւ այլն, ինչ եք կարծում, ամեն դեպքում նաեւ այսպես մյուս կողմից մոտենանք, որքանով են այդ կանայք, որոնք ներգրաված են եղել թե ազգային ժողովում, ես հիշում եմ անգամ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահակին էր եւ սարսափելի դարձյալ կանանց թիրախավորող արտահայտություններ էր անում ազգային ժողովի բեմից, որքանով են այդ կանայք արդարացնում մեր կանանց սպասումները իրենց պաշտոնում։ Այո, կանայք խորհրդարանում դա մի առանձին ուսումնասիրության կտոր է, իհարկե, որքանով են նրանք առաջ տանում կանանց օրակարգը, որքանով են նրանք փորձում օրենքներ առաջարկել եւ օրենքներ ընդունել, որոնք կկարողանան փոխել կանանց կյանքը, որքանով են նրանք սոլիդար այդ օրենքների շրջանակներում։ Իհարկե, երբ խոսքը գնում է օրինակ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունից, երեխաների պաշտպանության օրենքներից, ակնկալում ես, որ կանայք պետք է ոչ թե ընդդիմադիր եւ իշխանական այսպիսի բանակներով տարանջատվեն եւ քննադատեն որևէ բան, այլ սոլիդար գործեն իշահ իրենց իսկ սերի կամ իրենց իսկ պատկերացումների, երբեմն դա ստացվում է, երբեմն դա չի ստացվում, կանայք առնվազն խորհրդարանում, վերջին խորհրդարանում փորձել են ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը փոփոխել եւ դա ստացվել է, լավարկվել է օրենքը, բայց նաեւ մի կարևոր գիծ պետք է նշեմ, կանայք համենայն դեպս վերջին խորհրդարանում ընդունված հայհոյանքների եւ ձեռնամարտերի մասնակիցը չեն։ Դա եւս պետք է որպես կանանց լավ կողմ նշել, որ առնվազն այն շիշ նետելու եւ տղամարդկանց ձեռնամարտերի եւ իրար քաշքշելու արարողություններին կանայք փորձել են բաժանողի դիրք գրավել եւ ոչ թե ներգրավողի եւ այստեղ էլ վարքային տարբերություններ կան։ Բայց դեռևս մենք չենք հասել այն բաղձալի իրավիճակին, երբ կանայք միավորված կանանց օրակարգը կփորձեն խորհրդարանում առաջ տանել եւ նույնիսկ պարտադրել պարակտված խմբերին, տղամարդկանց, որոնք անընդհատ իշխանության են ձգտում եւ փորձում են վարկաբեկելու միջոցով եւ ոչ թե ծրագրերի միջոցով, այն ծրագիրը պարտադրել, որը կանանց օրակարգը կարող է առաջ տանել եւ դա ոչ միայն կանանց օրակարգն է, դա հասարակության բարեկեցությանն ուղղված, հասարակության սոցիալական տարբեր խնդիրներ լուծող օրակարգ է, դեռևս մենք այդ միասնականությունը չունենք։ Այդպես վերջնական ամփոփում որպես կարող ենք ասել, որ այդուհանդերձ մեր աշխարհը տղամարդկանց աշխարհ է Տիկին Վարագյան։ Չասենք այդպես, փորձենք ամեն դեպքում հասնել այն ձգտմանը, որը որ կլինի հավասարության աշխարհ, հա, այսինքն այս պահին ինչպես եւ մենք մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անում է, գենդերային հավասարության պարգևադրող մի գործընթացն է իրականացվում, այսինքն սա գործընթաց է, որը որ երբ որ ավարտվի, հետագայում նպաստելու է, որպեսզի մյուս պետական մարմինները եւ հաստատությունները եւս իրենց աշխատելավոճով եւ իրենց գործընթացը իրականացնեն ի նպաստ գենդերային հավասարության, այսինքն տղամարդկանց եւ կանանց հավասարության, ոչ թե իշխի այս մեկը կամ այն մեկը, այլ լինի հավասարության եւ արդյունավետ գործելակերպի ժամանակահատվածում։ Տիկին Հովհաննիսյան։ Դե Հայաստանը չի կարող փոխված լինել ամբողջ աշխարհից, երբ համաշխարհային կտրվածքով դիտարկում ես, թե ինչպիսի մասկուլինային խոսույթ է գնում եւ ովքեր են դա արտաբերում, կարելի ասել, որ դեռևս այո տղամարդկանց աշխարհում ենք մենք ապրում եւ այդ հայրիշխանական մշակույթը գերակշռող է։
բայց թե ինչ ունեն անելու այդտեղ կանայք, թե ինչպես պետք է փոփոխեն եւ ինչպես պետք է ոչ թե իրենք իսկ հումք դառնան այդ աշխարհի շարունակականությանը, այլ փորձեն կանգառ իրականացնել թե պատերազմներին, թե չփորձել սնուցել իրենց էներգիայով այդ սարսափելի խոսույթը, թե չփորձել արդարացնել այդպիսի քայլերը կամ ինչ որ բան խոսույցները պատերազմական փորձեն հակապատերազմական որևէ գործընթաց ծավալել, ես դեռևս ակնկալում եմ, որ կանայք ունեն այդ պոտենցիալը։ Շնորհակալություն, հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, որ մեդիա կենտրոնում քննարկում էինք կանայք նախընտրական Հայաստանում կասերով պայմանավորված խտրականություն թեման եւ մեր բանախոսներն էին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական փորձագիտական եւ կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը եւ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Շնորհակալություն, հաջողություն բոլորին։